Տեր հայր, ինչ է աղոթքը։ Երբ աշակերտները մոտեցան Հիսուսին եւ ասացին մեզ աղոթել սովորեցրու, Հիսուս աղոթքի առաջին երկու բառը այսպես էր. Հայր մեր, ինչը նշանակում է, որ Աստված ուզում է մեզ հետ զրուցել, մեզ հետ մտերմանալ։ Հայր մեր ասելով ցույց է տալիս Հիսուս, որ աղոթքի ժամանակ մենք զավակ ու հոր զգացողությամբ պետք է Տիրոջ հետ խոսանք, որովհետև սա ոչ միայն մեր արարչի, մեր Աստծո հետ զրույց է, այլև մեր հոր հետ մտերմիկ զրույց է։ Երբ Հիսուս խաչի վրա մահացավ, նպատակը մեկ չէր, որ մեզ ազատեր դժոխքի եւ տանջանքների վախից, այլ ուզեց, որ մենք Աստծո հետ կարողանանք նույնանալ, մեր նույն մաքրությամբ մոտենալ իբրև հոր եւ նա մեզ իբրև զավակներ լսել լինի մեր աղոթքը, որը նշանակում է աղոթք զրույց է քո երկնավոր հոր հետ։ Երկրորդ մի կարևոր բան, սիրելիներ, այսօր շատ հաճախ են մարդիկ ասում, որ մենք աղոթելու կարիք չունենք, մեր ապրված կյանքն է կարևոր, որտեղ Աստված գիտի, որ մենք իրեն սիրում ենք։ Սա սուտ եւ կեղծ պատասխան է, որովհետեւ առանց աղոթքի դու չես կարող քո քրիստոնեական կյանքը ապրել։ Ինչպես Պողոս առաքյալն ասում, աղոթքի շնորհով ենք մոտենում երկնային գահին, այսինքն մոտենում ենք Տիրոջը։ Եվ երբ որ մենք աղոթում ենք, դա նման է, որ մենք ինչպես մեկը ձգտում է իր սիրելի հետ ժամանակ անցկасնել, աղոթքն է քո հոր հետ ժամանակ անցկасնելու հնարավորությունը։ Եվ քրիստոնյաներից շատերը պիտի զգուշանան մենախոսությունից, որտեղ շատ հաճախ մարդիկ գալիս աղոթում ու հեռանում են, իսկ Տերը այդպես էլ չի կարողանում մեզ պատասխանել կամ զրուցել մեզ հետ։ Եվ վերջապես աղոթքը երկնքի լեզուն է։ Առանց աղոթքի դու չես կարող երկնքի մոտենալ։ Ինչպես որ որևէ տեղ գնում ես այդ երկրի լեզուն պետք է իմանաս, որպեսզի հաղորդակցվես, այնպես էլ երկնքին մոտենալու համար աղոթքի լեզուն է կարևոր, որովհետև աղոթքով մենք նույնանում ենք Աստծո հետ եւ մեր հոր հետ շարունակում ենք զրուցել։ Եթե կա աղոթք, նշանակում է մենք ընտանիք ենք Տիրոջ հետ եւ այդ աղոթքի շնորհիվ Տիրոջը հրավիրում ենք, որպեսզի գա մեր կյանք եւ այդ կյանքի մեջ մենք վայելենք Տիրոջ ներկայությունը, մենք էլ զգանք հավիտենական կյանքի ճշմարտության ճանապարհը։